Անհրաժեշտություն է առաջանում աջակցել տնտեսավարողներին, դիվերսիֆիկացնելու շուկաները։ Կառավարությունը քիչ առաջ հաստատեց պտուղ բանջարեղեն ու ծաղիկներ արտահանողներին աջակցության ծրագիրը Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին գործադիրը վերջին օրերին աշխատում էր այս նախագծի վերաբերյալ, ավելի վաղ ասել էին, որ նախագիծ են մշակում օժանդակության, խոսքը արտահանված այլ շուկաներ արտահանված ամեն կիլոգրամի դիմաց ֆիքսված չափով աջակցություն ստանալու մասին է։ Արտահանվող որոշ հիմնական ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է արտահանված ծավալի համար փոխհատուցում հետևյալ սահմանաչափով. ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 դրամ, պղպեղինը 400 դրամ և ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 դրամ։ Այս ծրագրից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող իրավաբանական անձիկ, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձիկ։ Կառավարության կազմից շատերը այս պահին քարոզարշավի ընթացքում են, նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, հենց բուն տեքստից կարելի է ենթադրել, որ այն շատ հրատապ կարգով են մշակել, որովհետև գրել էին, որ բյուջետային համապատասխան փոխանցումը էկոնոմիկայի նախարարությանը կիրականացնեն առաջիկա 1 ամսվա ընթացքում։ Այս աջակցության ծրագիրը 1 ամիս ժամկետով է, հաշվարկել են, որ այն ընդհանուր 1.9 միլիարդ դոլար կկազմի, սա 5 միլիոն դոլարից քիչ ավելի է։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը այս շրջանում վարում է կառավարության նիստերը, արձագանքեց Ռուսաստանի այս տնտեսական սահմանափակումներին ու պնդեց, որ Հայաստանը ունի բավարար գումար, ֆիսկալ ապահովություն այս հարցերը լուծելու ու արձագանքելու համար։ Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական ցանկացած ապրանք, որը ունի պատշաճ որակ, արտահանվելու է, անկախ որևէ արհեստական խոչընդոտներից, որևէ շուկայի, որևէ երկրի եւ այլն։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը բավարար ֆիսկալ պոտենցիալ ունի այդ խնդիրը լուծելու համար, անկախ նրանից, թե ինչ կանեն մեր գործընկերները, ինչով կաջակցեն կամ չեն աջակցի։ Նիստի մասնակցում էր նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, նա էլ ասաց, որ հարցը քննարկում են նաև Եվրամիության պաշտոնյաների հետ։ Այդտեղ մենք հիմա խոսակցություն ունենք, պատրաստական են նաև ընդունել մեր ահագին ապրանքների տեսակներ, բայց նաև այդտեղ արդեն ստանդարտի հարց է առաջանալու։ Կառավարությունից հայտնում են, որ առաջիկայում նման որոշում կկայացնեն նաև մրգերի վերաբերյալ, որ միրգ արտահանողները նույնպես աջակցություն ստանան։ Այսօրվա որոշումը 1 ամիս ժամկետով են ընդունել, եթե կարիք լինի, հետո դրա ժամկետը կերկարաձգվի։